երբ մեկ վայրում հավաքված են 10 անհատ, օժտված ինտուիցիայով, ինտելեկտով, տրամաբանությամբ եւ բնականաբար առաջինը լինելու ցանկությամբ, ուրեմն Դե քեզ պաշտպանում եմ, դրեք Շատ վատ է սա։ մաֆիան է քաղաքում։ Ապրիլի 22-ից ամեն չորեքշաբթի 22:30-ին Կենտրոնի եթերում։ Շերիֆը, Դոնը, կարմիրներ, սևեր, պայքար, լարվածություն, էներգիա, դրայվ ու շատ ֆանտաստիկ խաղ, որը որ ունի շատ երկար պատմություն ու ժամանակի ընթացքում կարծես թե այդ խաղը պետք է երևի թե ինչ որ կերպ չսիրվեր կամ վերանոր, բայց ոչ, հակառակ էֆեկտն է ու մարդիկ ավելի շատ են սկսում սիրել խաղը ու սկսում են սիրել այդ խաղը նաև մեր երկրում շատ տարբեր մարդկանց շնորհիվ, որոնցից երկուսը հենց այս պահին մեզ հետ են, ովքեր են նրանք կասենք մի փոքր ավելի ուշ։ Բայց եւս մեկ անգամ հիշեցնենք ձեզ, որ դե անոնցն էլ դիտեցինք, բայց ապրիլի 22-ից ամեն չորեքշաբթի 22:30-ին Կենտրոն հեռուստաընկերության եթերը վերադառնում Մաֆիան քաղաքում նախագծի երկրորդ եթերաշրջանը, ինչը խոստանում է ադրենալինի մեծ չափաբաժին, նոր դեմքերով ու անկանխատեսելի բացահայտումներով։ Այս ամենի մասին խոսենք մեր հյուրերի հետ եւ մեր հյուրերն են նախագծի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը, բարի լույս, եւ նախագծի ռեժիսոր Գևորգ Ասիլյանը։ Բարի լույս։ Բարև ձեզ, բարի լույս բոլորիդ։ Բացում եք աչքերը, գնաց։ Առավոտ։ Մաֆիան քաղաքը քնում է։ Ողջունում եմ բոլորիդ, շատ հաճելի է կրկին հյուրընկալվել Կենտրոն TV եթերում։ Արդեն այս անգամ ազդարում ենք երկրորդ եթերաշրջանը Մաֆիան քաղաքում, ինչպես տեղյակ եք արդեն։ Ես ուզում եմ ուղղել։ Դու կարելի է ասում կարող պատմել։ Հա, արդեն երկրորդ եթերաշրջանն ենք սկսում եւ ապրիլի 22-ից, ինչպես դուք ասացիք, Կենտրոն TV եթերում ամեն չորեքշաբթի 10:30 կգնա արդեն երկրորդ եթերաշրջանը Մաֆիան քաղաքում, որտեղ այս անգամ կմասնակցեն հերի մեդիա դեմքերը մեր սիրված ճանաչված եւ այս անգամ մեր ուղղությունը գործարարներն էին։ Այո, 15 գործարար, 15 մեդիա դեմք կպայքարեն եւ դուք կգան կատաղի մարտի։ Ինձ թվում է շատ էմոցիոնալ եւ շատ հետաքրքիր եթերաշրջան հաստատվելու, հեռուստադիտողին չենք թողելու տխրեն եւ մաֆիա խաղի, դասական մաֆիա խաղի կանոններով կտեսնեք բոլորովի այդ որակի եթերաշրջան, բոլորովի այդ որակի խաղեր, նոր պավիլյոն, նոր մարդիկ, ծախսվել է էներգիա, ծախսվել է Այդ կաբլոկի ձայները որ լսում եք ներողություն Արտյոմ, թույլ կտակ ձեզ ընդհատեմ, եկեք ընդունենք մեր մյուս հյուրին եւս, մենք չէինք կարող պարզապես ձեզ սպասել, սա ուղիղ եթերը ամեն ինչ հնարավոր է։ Բարև ձեզ, նաև ողջունենք մեր հյուրին, գործարար Նայրա Զաքարյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ շքեղ եք։ Դե հիմա եթե կարաք շարունակեք։ Հա, շարունակենք, ասեմ, որ արդեն Նայրանը միացավ մեր երկրորդ եթերաշրջանի որպես գործարար մասնակից Ինձ թվում է Նայրան էլ բանկոնին ասելու եւ խոսքը փոխանցեմ Նայրային, թող իր էմոցիաների մասին պատմի, թե ոնց անցավ եթերաշրջանը, ոնց մասնակցեց եւ ինչ տպավորություններ ունի։ Դե ինչ, դե խնդրեմ, ինչպես ստացվեց որ որոշեցիք այս հետաքրքիր բարդ խաղի մասնակիցը լինել եւ ինչն է ամենակարևորը այս խաղում ձեր համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպես ստացվեց, հրավեր ստացա Արտյոմի կողմից, Չերի մաֆակումբից, մասնակցելու խաղին։ Ճիշտ ասած, տարիներ առաջ խաղացել էի սիրողական մաֆիա, բայց ուսումնասիրելով խաղը հասկացա, որ լրիվ այլ մակարդակ է սպորտային մաֆիան եւ իրենց պահանջում է ավելի ուշադիր լինել, հա, մտածել, ունենալ լսելու ունակություն, մտածել, տրամաբանել, փորձել խոսել արգումենտներով, հա, որպեսզի կարողանաս, ինչպես պետք է լավ ստել, թե չէ։ Թե տեղ։ Ես կասեի ոչ թե ստի մասին է խոսքը, այլ կարողանալ լավ կերպարը ստանալ, հա, երբ որ դու սև խաղաքարտով ես խաղում, դու ավելի շատ պետք է ունենաս մի փոքր դերասանական վարպետություն, որպեսզի կարողանաս քեզ կարմիր ներկայացնել։ Ես այդքան մանիպուլյացիայի պետք է։ Հա, այդքան էլ ինքը հենց սուտ խոսալու մասին չի խոսքը, որ ուղղակի դու սուտ ես խաղում, ու դու լավ ես խաղում։ Մի քիչ
ոչ բոլորին է բնորոշ, հավես սև խաղաքարտով խաղալը ինձ համար մի քիչ դժվար է։ Ես ավելի շատ նախընտրում եմ կարմիր խաղաքարտով խաղալ։ Շուտ են կռահում, այսինքն որ դուք սև խաղացում եք, Հա, շուտ են բացահայտում։ Եթե չեն բացահայտում, ստացվում է հաճելի է սևով խաղալը, բայց եթե շուտ են բացահայտում, նախընտրում եմ կարմիր խաղաքարտով խաղալ, ավելի շատ շերիֆի խաղաքարտով խաղալ, ինքդ բացահայտել։ Այդ դեպքում ավելի հաճելի է դառնում խաղը։ Ու խաղը ինչ կարող եմ ասել, ավելի շատ տալիս է ոչ միայն խաղում, հա, նաև կյանքում ճիշտ վերլուծելու, չշտապելու եզրակացությունների մեջ բավականին հետաքրքիր է խաղը, որը օգնում է ոչ միայն խաղում, այլ նաև կյանքում։ Նաև եթե թույլ կտեք մի բան էլ ավելացնի, որ Չերիմավ ակումբը այս նախագծով նաև եւս մի հնարավորություն է տալիս ձերպես խելացի հաջողակ մարդկանց համախմբել ի շուրջ, ծանոթանալ, շփվել, մտքերի փոխանակում, նոր ծանոթություններ, նոր գաղափարներ, ու վստահ եմ, որ այդ ակումբի պատերի ներսում ծնվում են նոր մտքեր ու դուրս են գալիս, արդեն դառնում են նոր բիզնես գաղափարներ ու նոր ընկերություն։ Միանշանակ համաձայն եմ, այո, բավականին շատ նոր ընկերներ է ձեռք բերում, նոր եւ ընկերներ, եւ ծանոթություն, եւ գործընկերներ, ինչու ոչ։ Այո, շատ բան է տալիս իսկ ասել։ Ես նախագծի ռեժիսորին հարց ունեմ։ Որպես նախագծի ռեժիսոր Համար 1 ռեժիսոր։ Այո։ Ինչ նոր վիզուալ կամ ստեղծագործական լուծումներ եք ավելացրել երկրորդ եթերաշրջանում, որպեսզի հեռուստադիտողին էլ ավելի որ հեռուստադիտողը ավելի զգա այդ դրամատիզմը եւ լարվածությունը խաղի։ Դե նախ պավիլյոնի լուծումն էր շատ հետաքրքիր, որ քաղաք են կարողացել ստանալ, որ ամբողջովին ընկղվենք այդ մթնոլորտի մեջ, որ կարողանան հանդիսատեր հեռուստադիտողը լրիվ մոռանա իրականությունը ու մտնի այդ քաղաք, ոնց որ իսկապես դիտող, հետևող այդ ամեն ինչին ու ինքն էլ դառնա ինչ-որ առումով մի քաղաքացի, ով որ հետևում է, թե ով է սև, ով է կարմիր, ով ոնց կհաղթի, ով կհաղթի, ում հետ կնշի արդեն նախորդ ինչ-որ ֆավորիտ, որ կցանկանա իր հետ գնալ խաղը ու հետաքրքիր լուծումներ, անիմացիոն, տեքստային, հա, ասենք սկզբից մենք բացատրում ենք խաղը շատ հետաքրքիր անիմացիոն ձևով, որպեսզի ով որ առասարակ մաֆիա խաղի հետ շատ քիչ է ծանոթ կամ առասարակ ծանոթ չի ուղղակի հետաքրքիր է, ինքը կարողանա նախնական պատկերացում ստանալ, թե ինչ է խաղը։ Հետագայում արդեն հաղորդավարի հետ, ոնց որ ասում է, խաղավարի հետ շփման մեջ լինելով կարողանում ենք հասկանալ, թե ովքեր են խաղալու ու ինչ խաղա լինելու, ինչ խաղա ընթանալու։ Դե իհարկե կադրից դուրս կադրերել ունենք, ովքեր որ երբ որ խաղացողները կռվում են իրար հետ դու ինչ հենց այդ հարցն են ուզում տալ։ Հա, այդ ամեն ինչը ունենալու ենք անպայման, որովհետև դա մեզ էլ է հետաքրքիրել, ինչ էմոցիա կարողացան ստանալ, ինչ էմոցիա տվեցին ու ինչ խոսակցություններ գնաց։ Այսինքն երբ խաղը դառնում է չափազանց լարված, որպես ռեժիսոր դուք միջամտում եք։ Նման դեպքեր եղել են։ Փորձում ենք, հա, փորձում ենք նույնիսկ հաշտության դաշին չեք կնքում։ Չէ, ընդհակառակը Ավելի եմ լարում։ Այո, կադրային, մոնտաժային եւ այլն կամ խոսակցությունների միջոցով որ արդյունքն էլ է մասնակցել այդ ամեն ինչին, որ ավելի հետաքրքիր ու բուրըն ընթանա խաղը ու խոսակցությունները հետագայում են, այսինքն խաղից հետո, խաղից դուրս։ Նաև հիշեցնենք մեր հեռուստատիտողին, որ չնայած անոնսի ընթացքում էլ տեսակ, որ մաֆիա երկրորդ եթերաշրջանը վարելու է, ինչպես որ առաջինը, մեր շացրելի Արտյոմ Մարկոսյան, ով երեք նաև մեր հյուրն էր։ Ողջունում ենք նրան։ Ջերմ ողջույններ։ Փոքր ասեմ, որ առաջինը վարել է Ալեքսանդր Սաշա Գրիգորյանը։ Ներողություն, հա, ես Մեր մոտ ոնց որ ամեն անգամ փոխվում ենք նաև լսում ենք մեր հեռուստադիտողների կարծիքները թե YouTube-յան հարթակում, թե ընդհանուր առմամբ եւ այս եթերաշրջան որոշում կայացվեց, որ այս եթերաշրջանը կվարի ու սպասված կարոտել են Արտյոմ Մարկոսյանին այս անգամ նաև վարելու մեր երկրորդ եթերաշրջանը հետաքրքիր խաղեր տեղի ունեցել եւ ինձ թվում է հեռուստադիտողը կտա իր գնահատականը ես մեկ անգամ չէ որ բազմիցս կրկնում եմ այս եթերաշրջանները այս նախագիծը կրում է ուսուցողական բնույթ մենք փորձում ենք ռոպագանդել մաֆիա խաղը մեր երիտասարդության եւ հանրության շրջանում քանի որ ինքը սիրված խաղ է ինտելեկտուալ խաղ է եւ մեր երիտասարդությանը փորձում ենք կտրել այլ խաղամոլությունից ինքը ազարտ կոտրող խաղ է ու ինտելեկտը միշտ պետք է գերակշռի այսօր մեր երիտասարդության շրջանակներում թե չէ վերջի
հետևելով իրադարձությունների, որոնք գիտեք թե հիմա ինչ է կատարվում հիմնականում երիտասարդության շրջանակներում։ Այդքան էլ ուզեմ ասեմ խաղի հետ կապված, ասեմ որ նախնական լինելու են այլ եթերաշրջաններ, սպասենք այլ զարգացումների, այս եթերաշրջանի մասին կարող եմ նաև շնորհակալության խոսքեր կուզեմ ասեմ այն մարդկանց, ովքեր արդեն իսկ երկրորդ եթերաշրջանը աջակցում են մեր նախագծին։ Կենտրոն հեռուստաընկերությանն եմ ուզում շնորհակալություն հայտնել, որ արդեն որպես գործընկեր մենք երկրորդ եթերաշրջան ենք միասին անցկացնում, ինչպես նաև ուսանողական լիգան ավարտել ենք եւ մնացել է եզրափակիչ խաղերը ցուցադրենք։ Մի խոսքով այս տարի մաֆիա տարի է լինելու կրկին եւ հետաքրքիր նախագծեր կլինելու։ Հուսով եմ մեր հեռուստատեսությունը ենք եթերաշրջանները կլինեն ոչ միայն սա, այլ նաեւ էլի աշնանային եթերաշրջան մաֆիայի Դե մենք ծեզելի կերենք, ալենք եկեք ճակերտները չբացենք դրա մասին, դուք նշեցիք, որ արդեն փորձ ունեցել եք եւ ուսանողների հետ, մաֆիա խաղալու եւ գործարարների, հայտնիների հետ, ում հետ է ավելի հեշտ, չեմ ուզում ասեմ ում հետ է ավելի հետաքրքիր, որովհետեւ երիտասարդություն ուսանողները իրենց հետաքրքրությունն ունեն, հայտնիներն ու գործարարները իրենց հետաքրքրությունն ունեն, բայց ում հետ է ավելի հեշտ, ում հետ է ավելի դժվար, իմ կարծիքով գործարարների հայտնիները մի քիչ ավելի անկանխատեսել է, որտեղ իրենք ավելի էմոցիոնալ են, ավելի պայթյունավտանգ են բնավորությամբ ու նաև հավելենք մի բան, որ սա մեծ ֆիշկա է նրանում, որ եթե կա հայտնի դեմքեր, հենց իրենց համար էլ շատերը ուզում են դիտեն այդ մաֆիան, թե ով ինչպես է խաղում։ Դե նայեք, ուսանողական լիգան, որ գնաց եթեր, ճիշտ է, մեծ արձագանք կրկին ստացավ, բայց հեռուստադիտողին իհարկե ավելի շատ հետաքրքիր կլինեն սիրված մեդիա դեմքերը եւ ավելի շատ դիտողականություն եւ պահանջարկ վայելում է այդ հաղորդաշարերը, իսկ որպես աշխատել թե մեդիա դաշտի ներկայացուցիչների հետ, թե գործարանների ներկայացուցիչների հետ, թե ուսանողների հետ, ինձ թվում է բոլորը էլ հետաքրքիր է, որովհետեւ մեր բնույթը այնց է, որ մենք ուսուցանում ենք, սովորացնում ենք խաղալ 0-ից մաֆիա եւ դա արել ենք այս 3 եթերաշրջանների ընթացքում, բոլորն էլ հետաքրքիր կերպարներ էին, որպես նախագծի պրոդյուսեր ինքս եմ ընտրում հիմնականում այն մասնակիցներին, ում պետք է հրավիրեմ եւ ովքեր են եթերային, ովքեր են ավելի հետաքրքիր մաֆիան եւ էմոցիան շատ համահունջ են միասին եւ պետք է հանդիսատեսին, հեռուստադիտողին տանք էմոցիա այդ խաղի եթերների շրջանակներում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ խաղացողներ, ովքեր որ եթերային մարդիկ չեն, բնականաբար դա չի նայվի եւ ձեր ասացի չի ընդունվի այն ինչ պետք է մենք ստանանք որպես շոու, ինքը նաեւ որպես շոու է այդ խաղը։ Ինձ թվում է բոլորը հետաքրքիր է աշխատել, կաշխատենք, կհասկանանք հեռուստադիտողը, ինձ թվում է գնահատականը կտա, կհասկանանք այս խաղը պետք է հեռուստատեսությանը թե ոչ։ Շատ է։ Ես պատիվ ունեցել ներկա գտնվելու ուսանողների փորձնական խաղերին հանդիպումներին, իսկապես ուսանողները շատ ֆանտաստիկ են խաղում, շատ ուժեղ աշխատում իրենց, չգիտեմ, լոգիկան, իրենց միտքը, ֆանտաստիկ խաղ է գնում ու վստահ եմ շատ հետաքրքիր է լինելու գործարարների ու հայտնի մարդկանց մասնակցությամբ մաֆիան, որովհետև ել ավելի անոնսը նայում ես արդեն հերիքա, որ ասես չէ, պիտի տենա վերջը, բա հետո, ահա ինչ ալնելու։ Շնորհակալ ենք շատ։ Եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողին, որ ապրիլի 22-ից ամեն չորեքշաբթի 22:35-ին Կենտրոն հեռուստաընկերության եթեր է վերադառնում Մաֆիան քաղաքում նախագծի երկրորդ եթերաշրջանը։ Ինչպես միշտ խոստանում ենք, որ լինելու է ադրենալինովլի, բոմբ ֆանտաստիկ, հետաքրքիր, շքեղ, յուրատուկ եւ չկրկնվող։ Սա Կենտրոն հեռուստաընկերությունն է, այլ կերպ լինել չէր կարող։ Իսկ մեր հյուրերն են գործարար շքեղ Նաիրա Զաքարյանը, շնորհակալ ենք, որ ժամանակ հատկացրեցիք եկաք մեր մոտ, նախագծի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյան եւ Իզինստինի повторимый նախագծի ռեժիսոր Գևորգ Ասիլյանը։ Շնորհակալ ենք Գևորգ։ Շնորհակալ ենք ձեզ լավ օր։ Անցնենք առաջ խոսելու ենք ջազից, լավ երաժշտությունից եւ մեր հյուրը արդեն այստեղ է, մնացեք մեզ հետ։